ապօրինի երազանքն է, ով ինչ են երկրենա եւ արբիտրաժը որոշված սահմանները իրականություն դառան, բայց դա հարց է շատ կարեւոր։ Այդ տարածքներում ներկայումս ապօրինը թե չեմ սխալվում 10-ից 15 միլիոն 6.5 միլիոն մարդ։ Լավ, 6.5 միլիոն մահմեդական հաշվարկված է գավառ առ գավառ։ Հա, 6.5 միլիոն մահմեդական բնակչություն, իսկ Հայաստանում ապրում է 2.5 միլիոն, եթե հավատանք, կամ մի քիչ պակաս բնակչություն։ Հիմա դարձել մի ամբողջ մի սուվերեն սուբյեկտ իրավական, բայց երբ որ 6.5 միլիոնով մահմեդականներ թվականով 3 անգամ շատ են մեզանից։ Այսինքն ինչա նշանակում 3 անգամ թե 4 անգամ ավել մասպետ են ունենալ, քաղաքապետ, պատգամավոր եւ տարբեր։ Դուք հայեցակարգը կարդացել եք հայկական արտահայտության հայեցակարգը վերջի հոդվածը։ Ոչ։ Այդ կարդացեք, դրա պատասխանը այնտեղ տրված է։ Բայց մենք կա միջազգային իրավունք։ Հենց միջազգային իրավունքի հիման վրա տրված է այդ արտահայտությունը։ Այսինքն դուք նայեք, դուք շփոթում եք շատ կարևոր մի հանգամանք։ Մեր իրավունքների հաստատում այդ տարածքի վրա եւ մեր սուվերենության հաստատում այդ տարածքի վրա։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Այսինքն, երբ որ մենք միջազգային դատարանով վերահաստատում ենք մեր իրավունքները, դա դեռ չի նշանակում, որ մենք մեր ոնց որ ասած դրան անմիջականորեն բան ենք անում։ Ես դավան ասացի, մենք մտնում ենք բանակցությունների մեջ եւ այն մասով եւ այն ոնց որ ասած քայլերով ինչպես ձեռնարկը դրանք ենք ամրագրում։ Եվ ոչ թե, իսկ եթե ինչ վերաբերում է որ նրանք կարող են բաններ, այդ էլ կարա, բայց պարտադիր չի որ դու քաղաքացիություն շնորհես։ Հասկանում ես, որտեղ նրանք ex injura non oritur ius հանցագործությունը չի կարող ծնել իրավունք։ Շատ պարզ հաշվարկ է, իմիջիալոց դա նաև իրավարարությունում է իշխագրված։ Հաշվարկ է կատարվում, ինչ բնակչություն են ունեցել, թվերը կամրագրված է, քրիստոնյաներ եւ մուսուլմաններ այդ ժամանակ։ Դրան գումարվում է այն տոկոսային աճը, միջին ինչ որ գոյություն ունի մուսուլմանների համար, այն տոկոսային աճը բանի, որոշվում է ասած առաստաղները։ Ուրեմն այդ տարածքում օրինական են քաղաքացիություն են ստանում ենթադրենք 560,000 մուսուլման եւ կարող են 1.200,000 չգիտեմ քրիստոնյա ստանան։ Մնացածը դառնում են քաղաքացիություն չունեցող անձինք, ոնց որ ես օրինակ վերեցի, բանը պարտադիր չի որ դուք իրար շնորհեք քաղաքացիություն, ով ասած որ անպայմանորեն պետք է շնորհի քաղաքացիություն, եթե ապրում են։ Ինչքան հայ ապրում այսօր բանի տարածքում, Ռուսաստանի տարածքում, արդյոք բոլորը քաղաքացիություն ունեն։ Իհարկե ոչ։ Լավ, իսկ այդ դեպքում օրենքի Գերմանիայի վրա օրինակ Այսօր Եվրոպասներում մեր բանազունը վարսացեք, կոնկրետ մամբետական բնակչությունների կապված։ Գերմանիայում, որը ես եղել եմ, ես գիտեմ։ Օրինակ ամենակիչը քաղաքացի 4 միլիոն օրինակ թուրք կա։ Մենք չենք խոսում այլ մամբետական տարբերի մասին։ Եվ դրանք 4 միլիոնը քաղաքացիություն ունի, եւ չենք խոսում մինչեւ 7 միլիոն հասնում է։ Հիմա Մինչև 2050 թվականին մտավախություն կա, որ հենց երկրում կարող մահապետական բնակչությունը դառնա 50% կամ 60%։ Այո։ Արդյոք ասենք իրենց նույն էլ իմ ասած կանխատեսումները կարող է իրականանալ, այսինքն ավելի շատ պաշտոններ բաներ ստացվի։ Հա, երկրի դրան գնում է։ Այո։ Դե իրաց դա սխալի հետևանքն է։ Այսինքն իրանք 60-ական թվականներին ոնց որ ասած մեծ ներգաղթ թույլ տվեցին, որտեղ տնտեսական շահ ունեին դրանից, երկիրն աճում էր, դա այն սկզբունքային սխալներից անում, երբ որ շատ պետություններ իրենց անվտանգությունը զոհաբերում են տնտեսական շահին։ Դա այդ ձև եղավ, այսինքն, որտեղ իրենք մտածում են հետևյալ, ես էլ եմ գերմանացիների հետ շատ շփվել, եղել եմ եւ այլն, եւ շատ բարձրաստիճան։ Երբ որ ասում էին, բայց ինչ արեցիք, ասում են, նայեք, մինչև թուրքերի գալը Երկրորդ համաշխարհից հետո մեզ մոտ ահագին իտալացի կար, հույներ կան եւ այլն։ Եվ մենք մտածում ենք, որ մի սերունդ հետո սրանք ինտեգրվում էին մեր հասարակությանը եւ ինչ տարբերություն ցակումով հույն են, իտալացի են, մի վերջում ասած մեր քաղաքացիներն են։ Եվ իրանք քանի որ իսլամի հետ չեն շփվել եւ այդ փորձը չունեին, իրանք թվում էր, որ այս թուրքերն էլ կգան մի սերունդ հետո կդառնան գերմանացի, հա թող լինեին էլի մուսուլման եւ կշարունակեին ապրել։ Բայց փորձը ցույց տվեց, որ ընդհանրապես դրանք այնպիսի տարբեր մշակույթներ են, որ ընդհանրապես մուսուլմանական հասարակությունը չի կարող ինտեգրվի, որտեղ ըստ իսլամի ռայայի իշխանության տակ, այսինքն ստորադասի իշխանության տակ ինքը չի կարող լինի։ Տարիներ առաջ 2001-ին ես Կանադայի ղեկավարությունը, որ բացատրում էի, ասում էի, նայեք, այսօր տեղի ունենում են ինչ որ 1000 տարի առաջ մեր հետ տեղի ունեցավ։ Մեր հետ նույնն չէ տեղի ունեցել։ Երբ որ եկան թուրքերը, սելջուկները շատ քիչ էին։
Մենք ասացին, դե լավ տղերք են նենց, եւ այդպես են, մեր համար չոբանք աշխատեն, բան, մենք արդեն կարգին երկիր ենք, ինչների սապետ ենք, ոչխար տանենք, մանկան, սովետական Հայաստանում էլ էր այդպես, որ եկան լցվեցին ոնց են, մենք չէինք ուզում աշխատենք, իրանք թող աշխատեն, բան էսել, մենք էլ մեր մոտ մի քիչ երկար տևեց, մի քանի դար հետո պարզվեց, որ իրանք չասենք մեծամասնություն էական թիվ էին, հետո քաղաքական նույնը արեց Եվրոպայի սխալներից մեկն էր։ Ես կանադացիներն իրանք ասում էին, դե չէ, իրանք Կանադայում խաղաղ են։ Ասում եմ խաղաղ են, որտեղ տոկոսով փոքր են, քիչ են, 3% է, ամենակիչ երկրներից մեկն է միջալոց բանը։ Ասեցի, elə սպասեք թող 7-8% դառնա, կտեսնեք, 7-8% չի դառել, բայց առաջի տերորիստական ակտերը արդեն Կանադայում սկսեցին։ Հասկանում եք, այստեղ մտածողության տարբերություն կա, ես դանիացու հետ խոսում եմ, դանիացին ասում են, հիմա մենք մեծամասնություն ենք, մենք ապրում ենք, սենց իրանք փոքր, վաղը թող իրանք լինեն մեծամասնություն, մենք փոքրամասնություն, ի՞նչ տարբերություն։ Ասում եմ, այդ տարբերությունը այն ժամանակ կզգաս, երբ որ ինքը կլինի մեծամասնություն, երբ որ ինքը կստիպի, որ դու իրան նման ապրես, դու իրան այսօր չես ստիպում, որ ինքը քո նման ապրես, չէ՞ դու ազատ ասում ես, դու ուզում ես Ալլահին պաշտի, ուզում ես մի պաշտի, խնդիր չունես, որտեղ դու դանիացի ես, դու չես կարող մտածես ուրիշը։ Բայց երբ որ ինքը կլինի մեծամասնություն, ինքը կստիպել է, որ դու իր Ալլահի երկրկավ պակես, ինքը կստիպել է, որ քո կանայք գլխներին հեջաբ գցեն, ինքը քեզ 1000 բան է ստիպելու։ Ինքը նույն ձևի քեզ չի։ Իրանք չեն կարող հասկանալ, հասկանում եք, իրանք այդ փորձը չունեն։ Իրականությունը այդ է։ Հիմա մի քիչ են սկսել փորձը ունենալ շփումների, բայց արդեն ոնց որ ասած ուշ է, եւ ստեր իսկապես բավականին լուրջ է, որտեղ նույն Գերմանիան 2 տարի առաջ մտցրեց սահմանափակում ներգաղթի վրա, որ օրինակ առաջ թուրքը գալիս էր Թուրքիա, դառնում էր Թուրքիա Գերմանիա, քաղաքացի գնում էր Թուրքիայից կին էր բերում։ Եվ բոլորը այդ ձև էին, հետո բերում էին, դնում էին արտադրության ու տարին մի հատ երեխա էին բանը։ Հիմա օրենքը փոխվել է, ասում մինչև կինը գերմաներեն քրություն չհանձնի, լեզվի մատչան չի կարա ներգաղթի, որը նշանակա գրեթե փակել է գյուղացի կանանց մուտքը Գերմանիա, բայց արդեն ուշ է, եթե դու անգամ արտաքին ներգաղթը փակում ես, դու այնպիսի մեծ թիվ ունես ներսում, որ իր բնական աճը շատ ավելի մեծ է, այ ընկերոջս տղան Գերմանիայում բան է անում, չէ, դպրոց է դնում։ Այլա ամբողջ դասանում 20-22 հոգի են, ինքը հայ է, հայ-գերմանացու խառնուրդ է, մի հատ ինչ-որ հույն կա, որ հետ միավորվում են, ինչ-որ պարբերաբար, մնացածը թուրք ու արաբ են, մի հատ գերմանացի կա, որ ամենաճնշվածն է, այս խեղճ գերմանացին, բոլորն են ճնշում, հայերը, թուրքերը, հույները, այս խեղճ մի հատ գերմանացուն 22-ից մի երեխեն է, և շատ երկր, դու գիտեք, որ Բրիտանիայում նորացին երեխաների ամենաշատ տարածված անունը Մուհամեդն է։ Եվ այդ բաներն, այսինքն եւ մենակ այդտեղ չի, շատ տեղեր կա։ Այսինքն սա մի հայտնի վիճակի մեջ է։ Չմոռանանք, որ մուսուլման կինը եթե ծննդաբերության ժամանակ մահանա, հավասարազորա ջիհադի մահացածին եւ գնում է դրախտ։ Այսինքն մուսուլմանի ընկալման մեջ հենց երեխա ունենալը ինքնին ջիհադ է։ Ինքնին պայքար է, մենք այդ մոտեցումը չունենք, չէ՞, այսինքն մեր մոտ մի քիչ իրանք այդ ձև պայքարի